խնդրենք նստենք Տիրոջ խաղաղության մեջ, Տերը օրհնի բոլորիդ, եւ եթե կարող ես Աստծո խոսքից այդ խոսք փոխանցի կողքինիդ հավատքով։ Դու էլ վերցրու։ Ես հավատում եմ, որ Աստծո խոսքը իզորու է փոխելու։ Ամեն։ Շնորհակալություն մեր փառաբանության թիմին, Տերը օրհնի փառաբանությանը, որովհետև նրանք բազում ժամանակ, բազում ջանք են դնում։ Դա մենք չենք տեսնում։ Հիմնականում մենք տեսնում ենք փառաբանելիս։ Այն մնացածը շատ մարդիկ եկեղեցու անդամները չեն տեսնում նրանց զոհերը, որ գալիս են փորձերի, գալիս են եղանակները ցրտելա, միգուցե ինչ որ բան գին են վճարում, Տերը օրհնի եւ օծի, որ դուք լինեք երկինք ճեղքողներ։ Ինչպես Դավիթը, որ փառաբանում էր եւ դիվային զորությունը գնում էր, այդպես էլ մեր փառաբանության վրա թող այդ օծությունը գա։ Ամեն։ Դեք այնքան հետաքրքիր է, որ ես մի քանի անգամ ստեղ ծառայել եմ, բայց նենց է ստացվում, որ մենք միշտ ունենք փոքրիկ եւ միշտ մենակ եմ եղել, այս անգամ կինս էլ է հետս, չգիտեմ, ով որ ճամբարում եղել է, միգուցե նրան ճանաչում եք, միգուցե չեք ճանաչում, կնոջս անունը Լուսինե է, ես շատ օրհնված եմ նրանով, իրականում մենք մոտավորապես արդեն 20 տարի ամուսնական կյանք ունենք եւ ունենք 5 երեխա։ Միշտ ասում էի առայժմ ունենք 5 երեխա, հիմա ասում եմ, չէ, ունենք 5 երեխա, այս վերջինը մեզ ասավ հոպ։ Էլ չեմ կարող ես իրան հասնեմ, ասում եմ, գնում ես դե գնա։ Քան արագաշարժա, կամ մեզ մի հատ ուրիշ հանգիստ։ Էսի հումոր եմ անում։ Տեր օրհնի բոլորիդ։ Գիտեք, այնքան հետաքրքիր էր, երբ որ խոսք ես պատրաստում, ամեն անգամ շատ պատասխանատու է, որ դու խոսք ես պատրաստում։ Որպեսզի դու դա հասկանաս, պատկերացրու ես process-ը, դու կին ես եւ ձեր տուն հյուր են գալիս։ Ուզում ես ինչպեսի պատրաստես, համով ճաշ։ Ոնց ես ուզում պատրաստես, ամեն ինչը տեղը լինի, հանկարծ թերի չլինի։ Նույն ձևել հոգևոր կերակուր մատուցող մարդիկ ամեն անգամ իրենք պատասխանատվությունը են մոտենում, որ Տիրոջից երկնքից ծնված խոսքը իջեցնեն։ Ես մարդիկ տարբեր ձև են, իրենց քարոզը գիտեն 1-2 ամիս առաջ մարդիկ կա, չգիտեն, ես իմ քարոզները ծնվում են նույն օրը ծառայության ժամանակ կամ մի օր շուտ։ Իրենց այնքան հետաքրքիր է, պարգևները տարբեր են, բայց ես սովորել եմ իմ պարգևի մեջ այդ ձև քարոզը։ Ու իրենց այնքան հետաքրքիր է, երբ որ ես եկել այստեղ բաներ կար, ես չգիտեի, բայց ծառայության ընթացքում Տերը բաներ էր ցույց տալի, փառաբանության ընթացքում Տերը բաներ էր ցույց տալի, որ բացում էր իմ խոսքի ամբողջ իմաստը։ Ու այնքան հետաքրքիր է, որ ես տեսնում եի մարդիկ, որ ձեռքին գրված են, արդար եմ։ Այսինքն ամենքը մի հատ ես ուզում եմ այդ թուղթը վերցնեմ ու ասեմ, ասեմ նայեք տեսեք, նենց գրված է, ես արդար եմ։ Քո աչքի տեսողությունով, քո ամեն ինչից դու ցույց ես տալի, որ ես արդար եմ։ Բայց Աստծո խոսքը ասում է, ողորմությունը պարծենում է արդարության դեմ։ Ինչն է պարծենում արդարության? Ողորմությունը։ Աստված ուզում է ոչ թե դու լինես արդար, ես չեմ խոսում այն արդարության մասին, որ Քրիստոսը իր արյան զորությունով մեզ արդարացրավ։ Ես խոսում եմ մարդկային հարաբերության, արդարության եւ արդարության ցուցադրման համար։ Այո, գիտես, ժամանակ կար Դավիթը ինքը գիտեր, որ ինքը արդար է, բայց իր արդարությունը ցուցադրում չէր, որ ես արդար եմ։ Ու գիտեր, որ ինքը անցնում էր, բայց գիտեր, որ ինքը արդար էր։ Հոբը գիտեր, որ ինքը արդար էր, ինքը գիտեր, որ անցնում էր այդ դժվարությունների մեջով, բայց հոբը չէր ցուցադրում շատ ժամանակ իր արդարությունը։ Տերն էլ ուզում է, որ դու քո արդարությունը պլակատին ասես, չասես, գիտես, ես արդար եմ, ես արդար եմ, այո, դու եղի ողորմած։ Եվ Տերը քո արդարությունը դատավորը ինքն է, դու մի եղի դատավորի տեղը, որովհետև շատ ժամանակ մենք զբաղեցնում ենք Տիրոջ տեղը չհասկանալով, որ արդարությունը եւ դատը Տիրոջն է։ Դու չպիտի դառնաս այդ դատավորը։ Իրես միգուցե եկեղեցում ինչ որ բան խնդիրներ կա, ինչ որ բան այն չի գնում, բայց ով ասա որ պիտի լավ լիներ։ Նեղադուրը դժվար է ճանապարհը, բազում խնդիրներ կարա լինեն։ Բայց ջանք արա նեղ դռնով մտնես, քիչ է դուրը նեղա, այդտեղ մտնելու համար դու պիտի ջանք անես։ Ասում ես այն վաղտ որ եկա սենց, գիտեի թե գործերս դզվելու է, բայց հակառակա գնացել։ Ուրեմն Աստծո խոսքը կատարվում է քո կյանքում։ Տիմոթեոսին երբ որ Պողոսը հանձնարարում, ասում է ավետարանի չի գործը գործի, քո նեղությունները կրի։ Դու մտածում ես Քրիստոսի մեջ եկար ամեն ինչ հարթ է լինելու, ոչ, բարի գալուց խորթուբորտ ճանապարհ։ Ես խորթուբորտ ճանապարհը ապահով է։ Դու մտածում ես, ասում ես ո՞նց ապահով է, որովհետև դու նայ արահետը անտառի մեջ եւ տրասը են, լայն ասֆալտը։ Որտեղ է ապահով։ Դու երբ որ տրասի մեջտեղով գնաս, այդ ճանապարհի մայրուղի մեջտեղով գնաս, դու ապահովություն չունես, երբ որ ընկնես բռնվելու բան չկա։ Բայց արահետում երբ որ դու ընկնես, թեկուզ նեղա, թեկուզ դժվար է, բայց արահետում դու կողքը ծառ կամ մի բանից կբռնվես։ Ու գիտես արահետը քեզ կտանի լույսի մեջ։ Դու ասում ես, այսքան եկել եմ Աստծուն ու իմ կյանքը չի դզվում։ Փորձությունից փորձություն, բանից լատոկից լատոկ, չգիտեմ ոնց ասեմ, այդ փոսերից փոսեր։
Էդի քրիստոնյայի կյանքն է։ Ճիշտ տեղում ես, ճիշտ էլ գնում ես։ Գազ չտաս կաման, մեկ ուզում ենք արագ անցնենք այդ փոստերը։ Երբ որ արագ ես անցնում, լիքը բաներ վնասվելու է, լիքը բաներ շարքից ելնելու է։ Դու պիտի համբերես եւ համբերությունով անցնես այդ ճանապարհը։ Դա քրիստոնյայի ճանապարհն է։ Միգուցե դժվարություններով, բայց ես քեզ բարի լուր ունեմ։ Վերջը լույս է լինելու։ Միգուցե ինչ որ բան դժվար ես անցնում, վերջը լույս է լինելու։ Դու Քրիստոսի հետ ես լինելու։ Դու նրա հետ ունենալու ես նույն տեղում։ Հիմա ի՞նչն ես ինչի հետ փոխում։ Ժամանակավոր հաճույքները, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն։ Աչքա տեսելա, սիրտը ուզում է։ Պիտի կառավարենք դրան։ Միգուցե, այո, տեսել ես։ Միգուցե ցանկություն առաջացել սրտիդ մեջ, բայց պիտի ժուշկալ լինես, համբերես, որովհետև գիտես որտեղ ես կանչված, ուր ես գնում։ Մեր հարազատներից մեկին, ես մի քանի տեղ պատմել եմ, նենց ստացվեց, որ իր հին մատրասը փոխվել էր եւ նորներ գնել ու հարց տվի իրան առավոտ շուտ։ Ասի մատրասը ո՞նցն էր։ Սա մատրասը ոնց որ գյուղի ճանապարհից դուրս է գաս դրասը։ Փոփոխություն էր կատարվել գյուղի ճանապարհից դուրս է եկել հարթ ճանապարհի մեջ տարիներով ինքը իր այդ հին դժվար մատրասի վրա քնել էր ու հասկանալով որ դա գյուղի ճանապարհ է ինքը ուզում էր այդ լայնացանք դրասը չէ սենց է չէ հասկացողություն բայց կա չէ բաներ որ մենք այդ գյուղի ճանապարհի մեջ բազում օրհնություններ կա իրես գյուղի ճանապարհում լիքը բերքեր կա որը չես գտնի դրասին ես հարևանից մի բան փոքելու դու հասնելու ես տեղ այո միգուցե քո ճանապարհները ինչ որ մի ձև լավ չի գնում, բայց հավատա որ լավ է լինելու։ Ավելի ճիշտ ասեմ, լավ է եղել արդ։ Լավ եղածը գնահատի տես։ Սատանան միշտ կուզի անի, որ դու հեռուն չնայես, ոտերիդ նայելով քայլես։ Միշտ դու հեռուն նայ։ Երբ որ դու հեռուն ես նայում, խնդիրը ել չես տեսնելու։ Բայց սատանան միշտ քեզ կենտրոնացնում է խնդրի վրա։ Տեսել ես որ մատդ մի թեթև ցավում է։ Ամբողջ օրդ ուշադրությունը նորմալ է որ դու հոգ տանես բայց սատանան շատ ժամանակ քեզ կենտրոնացնում է խնդրի վրա գիտես աստեղ մարդիկ կան ես հոգուս մեջ զգում եմ նրանք միշտ ասում են խիմ խնդիրը չի լուծվում երբ որ քո խնդիրը լուծվեց դու ել չես մնալու եկեղեցում երբ որ քո խնդիրը լուծվեց դու ել չես մնալու եկեղեցում այդ քո խնդիրները պրոբլեմները քեզ բերում է աստծո Երբ որ դու որոշում կայացնես Տեր իմ Աստված, լուծես, չլուծես, երբ կլուծես թե չես լուծի։ Ես մեկը քեզ եմ պատվելու, մեկը քեզ եմ պաշտելու, ես քո տունն եմ լինելու։ Ամեն։ Վերնագիրը որ դրել եմ այսօրվա քարոզից, հանդիպումը հետաձգվել է։ Հանդիպումը գիտենք, կայանում է 2-ից 3 անձի միջև։ Տեսել եք այս ձև պատկեր, որ տղան սիրահարված, անձրևի տակ կայնած, մի քանի հատ ծաղիկ սենց թոռում է, ձեռին չի եկել։ Որոշել է չգա։ Մեկ էլ որ ամուսնանում են, այդ ամուսինը ամբողջ կյանքի մեջ հիշում ես, որ այս ծաղիկները ձեռից կայնած, քեզ էի սպասում, դու չեկար։ Հանդիպումը հետաձգվել է։ Խոսելու եմ մի քանի հանդիպման մասին, որ հանդիպումներ, որ կարող քո կյանքը փոխեն, հանդիպումներ, որ դու պիտի գնաս ու չես գնում, հանդիպումներ, որ կարևոր շրջադարձային է քո համար։ Խոսելու եմ հանդիպման մասին, որ քեզանից է կախված այդ հանդիպումը տեղի կունենա, թե ոչ։ Այսօր խոսելու եմ ծածուկ սենյակի մասին։ Խոսելու եմ դու կգնաս այդ հանդիպմանը։ Դու կգնաս այդ հանդիպմանը, որ քո կյանքը փոխվի։ Թե աշխարհի հոգսերը, պրոբլեմները, մտքի դժվարությունները քեզ կխանգարեն այդ հանդիպմանը գնալու։ Որտեվ ամբողջ գաղտնիքը կազմված է ծածուկ սենյակի աղոթքից։ Ուզում ես լինես հոգևոր մարդ։ Նայի քո ծածուկ սենյակի աղոթքին։ Նայի քո Աստվածաշնչի կարդալուն։ Նայի քո աղոթների կյանքին։ Ու դու քեզ գնահատի քո հոգևոր վիճակը։ Եթե դու չունես ծածուկ սենյակ, եթե դու չունես անձնական աղոթքներ, դու չունես Աստծո խոսքի ընթերցանություն, բայց ունեցել ես, պետք է չմոռանանք մեդալները։ Ունեցել եմ այն վաղ։ Ունեցել եմ գիտես ինչ է անում։ Եթե դու ներկա պահին չունես, դու քո հոգևոր կյանքը գնահատի։ Անկեղծ եղի քեզ հետ։ Վերցրու թղթի վրա գրի 1-ից 10 բալային համակարգով։
Ինչ է ստանում այսօր։ Քննությունը լավ կարևոր բան է, որ մենք հասկանանք ինչի մեջ ենք։ Երբ որ դու ծածկում ես այդ ամենը, դու չես քննում, դու չես քեզ բանանում, ու գիտես ինչ է գալիս։ Անհոգություն։ Նորից գիտես ինչ է գալիս։ Ինքնաբավարարվածություն։ Եկեղեցում գնում եմ, աղոթներին գնում եմ, Կիրակի օրը գնում եմ, հա գիտես, բայց դու չունես քո անձնական կապը Աստծո հետ։ Գիտես, եկեղեցին չի կարա քո ծածուկ սենյակը ապահովի, մոռացիր սրա մասին։ Եկեղեցին կարա միաբան աղոթներ ապահովի քո համար, բայց դու չես կարա միաբան աղոթքի մեջ ծածուկ սենյակի կարիքը լրացնես։ Շատ ժամանակ սա խապկանք է, որ եկեղեցում մեծամասնությունը նրանք գիտեն, թե եկեղեցին իրեն ծածուկ սենյակը լրացնում է, չի կարող։ Ծածուկ սենյակում պետք է լինես դու մենակ, բառը հուշում է, ծածուկ։ Մարդ չպետք է լինի։ Դուրն էլ փակած, Աստծո խոսքը ասում է, դուրը պիտի փակես։ Չգիտեմ ինչ խորհուրդ ունեմ, բայց փակի։ Մենակ, առանձնացի։ Եթե դու չունես այս ծածուկ սենյակը, հարց է առաջանում քո հոգևոր վայրեջքի մասին, իջնելու ես։ Ոչ թե վերելքի, այլ հակառակը, իջնելու ես։ Դու գիտես, երբ ես ծածուկ սենյակում շատ ուժեղ եղել։ Իշ մեզ չէ։ Խնդիր էր եղել, բա ինչ էին կարել, չէին գնացել ծածուկ սենյակ։ Դες մի քանի օրինակներից եմ ուզում խոսամ ու այդ օրինակները հաստատենք Աստծո խոսքով։ Ամեն։ Գիտես, ինչից է կախված է մեզանից կրակը։ Այսօր զուգահեռ մի քանի բանի մասին եմ խոսելու եմ հանդիպման մասին ու կրակի մասին։ Այո, կրակը առաջանում է, երբ որ դու հանդիպում ես ունենում։ Եթե հանդիպում չունես, կրակը չի առաջանում։ Երբ որ դու չունես Աստծո հետ հանդիպում, անձնապես քեզ Աստված ինչ ասել։ Այս մի քանի օրվա մեջ բան ասել քեզ։ Դե կապի ընդհատում էր, չգիտեմ ինչ որ բան այն չէր, մառախուղեր։ Լիքը բաներ չի կարանք պատճառ գտնենք, որովհետև ես չլսեցի Աստծո ձայնը։ Բա երբ ես գնացել հասցրել, որ չի պատասխանել։ Նայեք բանին անիրավ դատավորին։ Խոսում է այդ առակի մասին։ Բա միթե հայրը, դուք որ չար եք, ասում ձեր որքանց կարող եք տակ, նույն հայրը որ բարի է, ոնց չի տա, ինչը իրենց երեխաների խնդրվածները։ Բա ինչպես։ Եթե գիտի էլի, գիտես երբ որ ասում ես Տերը գիտի ինձ ինչա պետք ու չես խոսում դու դրա մասին, դա հպարտության արմատ կա։ Անկեղծ խոսա ինչա պետք ես։ Դու ինչ ես ուզում, ինչա քեզ անհրաժեշտ, կոնկրետ։ Մի վկայություն ունեմ, որ տեղի ունեցել երեք։ Մենք փնտրում ենք լավ կամերա, որպեսզի մեր ծառայությունները նկարահանենք։ Ու Երևանի եկեղեցում է շատ փնտրելուց սոցցանցերով մարդկանց ոչ մի բան չստացվեց, գլուխս դրի սենց աթորին, հեռախոսը դրի կողի, ասի Տեր իմ ասված, ես պրծա իմ փնտրտուքները։ Հիմա դու բեր։ Ասեցի ու գլուխս դրի այդ սեղան։ Մի րոպե հետո բարձացրի, տեսնեմ մի հատ տղա իմ փնտրած կամերայից ձեռը, եկել ասենց գնում է, ասենց ուր ես գնում։ Տարի մոտ ես։ Ինձ կարաս մի քանի բան ասես իրանց։ Գիտես, այնքան տեղեկություն տվա, որ ես 4 օր էր չէի կարողանում այդ տեղեկությունը ունենամ։ Ես ինքս մասնագետ չեմ այդ հարցում, բայց Տերը ուներ, երբ որ դու հանձնվում ես, երբ որ դու ասում ես ես էլ չեմ կարող, Աստված սկսում է գործել քո կյանքում։ Երբ որ դու ասում ես իմ համար արդեն անհնարին է, Աստված սկսում է գործել քո կյանքում։ Ամեն։ Կուզենամ անդրադառնանք Աստծո խոսքին։ Ելից 3-րդ գլուխ 1-ից 5-րդ խոսքը։ Եվ Մովսեսը Մադյանի քուրմի իր աներոջ հոտերը արածեցնում էր, եւ հոտերը անապատի ետևից քշվում էր Աստծո Քորեբ սարը եկավ։ Եվ Եհովան հրեշտակի կրակի բոցից երևաց եւ մորենում միջից եւ նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եվ Մովսեսը ասեց. «Մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչու համար մորենին չի այրվում»։ Մովսեսը որոշեց գնա կրակի մոտ։ Ինքը որոշեց։ Աստված չասավ Մովսես, արի։ Ինքը որոշեց իր տեղից դուրս գա ու գնա դեպի կրակի ուղղության, գնա։ Եվ Աստված տեսավ, որ նա դարձավ տեսնելու, ինչ տեսավ Աստված, որ Մովսեսը ինչ արավ, դարձավ տեսնելու։ Գիտես, մեզանից է կախված այդ կրակը կլինի մեր ներսում, թե ոչ։ Մենք պիտի գնանք այդ հանդիպմանը, մենք պիտի տանենք մեզ հանդիպման։
Եվ Աստված տեսավ, երբ որ Մովսեսը դարձավ հանդիպման, գնաց, թեքվեց, մտափոխվեց։ Եվ Աստված տեսավ, որ նա դարձավ տեսնելու, եւ Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասեց. Երբ որ տեսավ, որ նա գնաց, կերակի մոտ գնաց, այդ ժամանակ Աստված խոսեց Մովսեսի հետ. Այսօր կարող ես քո անունը տեսնես։ Երբ որ ես մտափոխվեմ, գնամ այդ ծածուկ սենյակը, գնամ այդ կրակի մոտ, գնամ, այդ ժամանակ Աստված քեզ հետ կխոսի։ Այդ ժամանակ կտեսնի Աստված, որ դու գնացել ես նրան փնտրելու։ Դու ոչ թե գնացել ես սքանչելիքների հետևից, այլ գնացել ես կոնկրետ Աստծուն փնտրելու։ Քեզանից է կախված։ Դու կունենաս շփում այդ կրակի հետ։ Թե հակառակը։ Գիտես, որ տեսնում ես արդեն Մովսեսի կյանքում այս մեկ հանդիպումը ամբողջովին փոխեց նրա կյանքը։ Այս հանդիպումը չէր հետաձգվել։ Այս հանդիպումը կայացավ։ Եվ այս հանդիպումը կայանալու պատճառով Մովսեսը իր ամբողջ ընթացքի մեջ հիշում էր այդ կրակը եւ այդ հանդիպումը։ Քո կյանքում եղել է հանդիպում քո սենյակի մեջ Աստծո հետ։ Քո կյանքում եղել է, որ դու ունեցել ես անձնապես լսել ես, հարց եմ առաջացնում քո համար, դու ինքդ քեզ տուր։ Բայց ի՞նչն է պատճառը, որ հիմա չկա։ Ինչա կրակն է քչացել։ Ինչ ա եղել։ Լուցկի չկա, չգիտեմ ոնց ասեմ։ Ինչն է խնդիրը, որ կրակը քո մեջ չկա։ Գիտես, Աստծո եկեղեցին առանց կրակի, առանց հոգու, առանց այդ ջերմեռանդության կնմանվի դժվար, ծանր, ոչ հաճելի, ծիսակատալություն։ Բայց Աստված ուզում է, որ դու իր հոգով շարժվես։ Ես այսօր չեմ եկել, որ քեզ ասեմ, գիտես, ծածուկ սենյակում ինչ է կարա լինի։ Ես այսօր եկել եմ, որ ասեմ, հիշիր քո ծածուկ սենյակը։ Ես այսօր եկել եմ, որ դու այս քարոզից, այս ամսվա, այս շաբաթվա, այս տարվա ընթացքում դու վերակտիվացնես քո ծածուկ սենյակը։ Եթե ուզում ես դու վառվես, եթե ուզում ես կրակը լինի քո ներսում, դու պիտի գնաս այդ հանդիպման։ Դու պիտի գնաս, եկեղեցին չի կարա այդ տեղը լրացնի։ Եկեղեցին կարա քեզ ուղարկի, տեղը ցույց տա, քարոզի, հավատքի խոսք ասի, բայց ֆիզիկապես քեզ զալից խոհանոց տանելը, որ դա քո աղոթքի տեղն է, սա դու պիտի անես։ Դու պիտի տաս այդ ժամանակը, դու պիտի որոշես, եթե դու գիշերվա մարդ ես, միգուցե գիշերը առանձնանաս, եթե դու առավոտվա մարդ ես, միգուցե առավոտը, դու պիտի անես, սա քո իշխանության ներքո է, քո ծածուկ սենյակ։ Քեզանից է կախված։ Ու միգուցե ասես, բա գիտես, ոնց որ կրակը էլ չկա։ Ու այդ չեղած կրակով գալիս ենք եկեղեցի։ Մի հատ առաջին նկար ունենք մենք, որ կրակ չկա։ Գիտեմ, ես Աստված ինձ այդ պատկերներով, նկարներով ախոսում, ես իմ ամբողջ քարոզի ընթացքում ցույց եմ տալու նկարներ, ես ինքս չեմ կարողանում նկարեմ, շատ վատ եմ նկարում, բայց Աստված այդ բանը տվել է։ Էս էլ մյուսը, արդեն լրիվ ասեցի։ Էսի գիտես ինչի մասին է խոսում, տեսեք ինքը պոտենցիալ ունի, լիքը փայտ ունի նրա վրա։ Էսի խոսում է, որ ժամանակին գիտեք ոնց է վառել, ուղղակի հիմի ծուխ։ Գիտես, ոչ մի մարդ չի սիրում ծխի մոտ կանել, տենց մարդ կա որ սիրի։ Բացի Սիգան, որ ուզում է կապտի։ Ոչ մի մարդ չի սիրում ծխի հետ շփվելը։ Ծուխը երբ որ տեսնում ենք հեռանում ենք։ Հիմա այս մարդը կրակ չունի իր ներսում, ծուխ անելով եկել է եկեղեցի։ Ու ինչ է փնտրում։ Կրակ է փնտրում։ Ջերմություն է փնտրում, լույս է փնտրում։ Ու գիտես դատապարտում է, որ եկեղեցում չկա այդ կրակը, այդ լույսը եւ այդ ջերմությունը։ Եկեղեցում սեր չկա, ջերմություն չկա, եկեղեցում լույս չկա, ամեն ինչ խամրած է, եկեղեցում մենակ ծուխ է, որովհետեւ ինքդ քո ներսում դու այդպես ես։ Երբ որ դու լցված լինես, մյուս նկարը։ Այսինքն դու սկսելու ես վառես բոլորին։ Դու ում կողը կայնեցիր, քեզանի ջերմանալու են։ Իրանց կյանքը լուսավորվելու է, իրանց խավարը տեսնելու են։ Դու մոտ որ գնացիր, դու ինքդ լինելու ես փոխանցող։ Այո, ծուխանող կրակը պոտենցիալ ունի, որ կարա լավ կրակ դառնա։ Երբ որ Սուրբ Հոգի քամիները տան, երբ որ խոսքը լսի, երբ որ քամիները խփեց, այդ կրակը կվառի, պոտենցիալ ունի, նրա համար ամեն ինչ բրծած չի, բայց պիտի սկսի։ Բայց պիտի քայլ անի այդ կրակը լինելու։ Ամեն ինչ սկսում է ծածուկ սենյակում։
Ուտես Տերը այնքան հստակ խոսում է, երբ որ այս քարոզ ես պիտի պատրաստեի, աղջիկս խոսում էր ծածուկ սենյակի գիրք էր ձեռքը կարտում եւ այդ գրքի մասին ինձ հետ խոսում էր։ Գիրքը դեռ կիսատ ես ասի հաջող։ Ես գնացի աղոթքի, որտեվ 3 բառից ես հասկացա, որ պիտի իմ ծածուկ սենյակը արագացնեմ ու չհապաղեմ։ Չգիտեմ մի քիչ հետո ով կգա մեր տուն։ Հասկանում ես, ու կարճ ժամանակ հետո ես մտնում եմ աղոթքի ու Աստված հստակ բան է խոսում։ Հանդիպումներ կա, որ հետաձգում ես։ Ու ես այսօր քեզ եմ ասում, հանդիպումներ կա, որ մենք հետաձգում ենք Աստծո հետ։ Մենք մտածում ենք այդ հանդիպումները կլրացնի քարոզներ լսել, չի կարող լրացնել։ Մենք մտածում ենք, որ Աստվածաշունչը միացնեմ, չկարդամ, ես մի թեր ձեռքով էլ Facebook անեմ, ես հոգևոր մարդ կլինեմ։ Չի չես լինել։ Դու Աստված չի ուզում քո թերի ուշադրությունը, Աստված ուզում է քո ամբողջ ուշադրությունը։ Ամբողջ։ Թերի չէ։ Ու ծածուկ սենյակը, երբ որ մենք վերականգնենք, մենք վերականգնելու ենք կրակը մեր ներսում եւ եկեղեցում եւ քաղաքում։ Իսկ եթե ծածուկ սենյակը չի վերականգնվում, կրակը չի գալի մեր կյանք, հներեք ես բարի համար ծուխ անելով ֆռռում։ Որտեղ գնացին, ասում են եկավ։ Փորձում են քամի անեն, sense բան անեն, որ վառվի ու չի ստացվում ինչ-որ մի բան։ Ու դες մի հատ նկարել կար, այդտեղ որը որ մեկ վառում է։ Նենց չի որ հանգել է։ Սաղ շապատը տունը իրան ոնց ասես պահում է, որ գալիս է եկեղեցի, մեկ էլ ինքը կա այդ կրակը, թեթև կա։ Գիտես, դու պիտի հասկանաս, որ Մովսեսը մեկ հանդիպում ունեցավ Աստծո հետ եւ գնաց, անապատը ճեղքեց, այդ մարդկանց բերեց, անդադար Աստծո հետ, բայց անդադար Աստծո հետ շփում ուներ, անդադար։ Գիտես, այսօր քո հոգևոր կյանքը ինչ որտեղ չորացել է, դու հիշում ես անցյալը։ Բայց ես գիտես մի բան ասեմ քեզ։ Ես չեմ հավատում այն մարդկանց, որ ասում են, գիտես, ես ժամանակին շատ սիրում էի։ Հիմա ինչ եղավ, որ հիմա չես սիրում։ Գիտես, իմ ամուսինը ժամանակին լավն էր։ Ինչ է լավ, այդ նույն մարդը, բան չի փոխվել, քո մոտ է բան փոխվել։ Գիտես, դու այդ անցյալ ժամանակով խոսացած մարդկանց ես միտեղ չեմ հասկանում։ Գիտես ինչեր եմ արել Հիսուսի համար։ Հիմա ինչ ես։ Ինչն է պատճառը։ Գիտես, ես 90-ական թվերին 2 կիլոմետր ոտքով գնում եմ խմբակի, բայց հիմա 10 մետրի չես գնում։ Ինչն է պատճառը։ Մի խոսա անցյալ ժամանակով, մի խոսա։ Դու ունես ներկա եւ մի կորցրու քո ներկա։ Այստեղ մարդ կա, որ որոշում է իր տունը բացի Աստծուն ծառայելու, թե չէ։ Ու դու կին ես մտածում ես քո ամուսինը թույլ չի տա։ Թույլ է տալու, համարձակություն ունեցի, բացի դուռդ։ Ու տեսնելու ես, օրհնվելու ես դու, քո ընտանիքը, քո երեխաները, տղաները։ Բացի այդ դուռը։ Մի ասա անցյալ ժամանակներում ինչ ես արել։ Բացի այդ դուռը։ Ամեն։ Ես մենք տեսնում ենք, որ երբ որ Թագավորաց գրքում է տեսնում ես այս պատմությունը, որը որ Աբիսողոմի մասին էր գրվում։ Երկրորդ Թագավորաց 14-րդ գլուխ։ Եվ Աբիսողոմը մարդ ուղարկեց Հովաբին, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց նա չուզեց նրա մոտ գնալ, եւ նա երկրորդ անգամ եւս ուղարկեց եւ նա չուզեց գնալ եւ ասեց իր ծառաներին. տեսեք Հովաբի արտը, որ իմ ձեռքին է, եւ նա այնտեղ գարի ուներ, գնացեք կրակով այրեցեք։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակով այրեցին եւ վեր կացավ Հովաբը ու գնաց Աբիսողոմի մոտ տուն եւ ասեց նրան. ինչու համար քո ծառաները իմ արտը կրակով այրեցին։ Աբիսողոմը ասեց Հովաբին. ահա ես քեզ մարդ եմ ուղարկում ասելով այստեղ եկ եւ որ քեզ թագավորի մոտ ուղարկեմ, որ ասում ես թե ես ինչու համար Գեսերից եկա։ Ուզեմ այստեղ կանգնեմ ու շարունակեմ միտքս։ Գիտես այնքան հետաքրքիր է, երբ որ տեսնում ես Աբիսողոմը, ինքը նախ եւ առաջ մենք պիտի հասկանանք Աբիսողոմը որտեղ էր։ Աբիսողոմը գնացել էր մի տարածք կոչվում էր Գեսեր եւ ինքը լքված էր թագավորի հետ հանդիպումից, թագավորի հետ իրավունք չուներ հանդիպելու, լքված էր։ Եվ այդ կինը եկավ եւ վերականգնեց Հովաբն էր ամեն ինչ կազմակերպել, որ Աբիսողոմը հետ գա թագավորանիստ քաղաք, հետ գա։ Ու 2 տարի ինքը նորից չէր կարողանում հանդիպի թագավորի հետ։ Ու Աբիսողոմի օրինակը այնքան էլ լավը չէր, նույն ձև էլ Հովաբի օրինակը այնքան էլ լավը չէր։ Ու հարց էր առաջանում, Աբիսողոմը 2 չարություն անող մարդիկ իրար հետ հարց ունեն, բայց Աբիսողոմը հանդիպում էր փնտրում Հովաբի հետ եւ Հովաբը չէր գալիս այդ հանդիպան։ Եվ ինչ արավ Աբիսողոմը, վառեց նրա արտը։
Երբ որ նյութական վնաս է լինում, տեսնում ես մարդիկ, որ վազում են այդ հանդիպման։ Ես օրինակ ես ուզում եմ հասկանամ, ինչպես կարող է այս իրավիճակը, որովհետև երկուսն էլ չար էին։ Ես շատ ժամանակ, երբ որ մարդը ինչ որ բան է կորուստ ունենում, գնում է սատանայի մոտ, ոչ թե Աստծո, որովհետև Հովաբը եկավ Աբիսողոմի մոտ։ Հովաբը պիտի գնացել էր Դավթի մոտ։ Ինքը պիտի գնացել էր Դավթին ասել, լսի, այն որդիդ որ չարություն ծնեց, նորից է չարություն ծնի։ Բայց Հովաբը փոխեց իր գնալու հանդիպման տեղը եւ գնաց Աբիսողոմի հետ հաշտվելու։ Շատ ժամանակ երբ որ սատանան ինչ որ բան է մեզանի տանում, մենք ուզում ենք նորից սատանայի հետ հաշտվել։ Բայց Աստված ասում է գնա քո ծածուկ սենյակը, արի թագավորի մոտ, արի թագավորի մոտ հաշտվելու, արի թագավորի մոտ ներկայացնելու, արի չէ ինձ ասել են, ես պիտի ասեմ, ոչ, ես արդար եմ, դու թող էդի, գնա թագավորի մոտ քո դատը ներկայացրու, որ միգուցե իր որդիներից մեկը եկեղեցու մեջ այնքան էլ պարկես չի պահել, քո արտը վառել։ Դες հետաքրքիր է, որ ստեղ էլ ես տեսնում կրակա վառվել, բայց կրակ վառվելու արդյունքում արտը փչացավ։ Ուտելիքը վերացավ։ Նայած ինչ կրակա վառվում։ Եթե քո ներսում վառում այն կրակը, որը որ կբերի լույս, որը կբերի հույս, ջերմություն, այդ կրակը այո ինքը բժշկելու բնավորություն, բայց կրակ կա, որ վառվում է եւ ամբողջովին պտղատու այգիները վառվեց, արտերը վառվեց։ Գիտես Աբիսողոմը միջոց ձեռնարկեց հանդիպման։ Հիմա մի ուրիշ պատկեր եմ ուզում ասեմ ձեզ։ Դուք պատրաստվել եք հանդիպման։ Ձեզ հրավիրել է հանդիպման, չգիտեմ, ես ֆուտբոլ չեմ սիրում, Ռոնալդո։ Եկել է Վանաձոր, չգիտեմ, խի ուզում է քեզ անպայման տեսնի։ Պատկերացնում ես այդ հանդիպմանը ոնց կգնա, չգիտեմ, ես այդ օրինակ ուղակի վերցրի։ Միգուցե դու ունես սիրված ինչ որ մարդ, որ լսում ես նրան, հաճելի է։ Եկել է այդ հանդիպման քեզ հետ։ Տենց կուշանայիր, հա։ Տենց ոնց տանային շորերով տենց կգնայիր, հա։ Եթե ուշադրություն ես դարձնում, եկեղեցու խորհուրդը դա հարսի խորհուրդ է։ Քրիստոսը Փեսայի։ Ոնց ես մտածում, Փեսան տենց պիտի սպասի, հիշում եք այն պատկերը, որ սպասի ձև, տենց սպասի անդադար, որովհետև հարսը ժամանակ չունի։ Հարսը պիտի պատրաստվի Փեսայի հետ հանդիպման։ Հարսը պիտի օծված լինի։ Հարսը պիտի պատրաստվի այդ process-ը անցնի։ Դու այդ հարսն ես եւ քո Փեսան Հիսուս Քրիստոսն է։ Դու պիտի պատրաստվես ու դու չպետք է հապաղես, չպետք է հետաձգես, երկարացնես այդ հանդիպումը։ Քեզանից է կախված այդ հանդիպումը կկայանա թե չէ։ Այդ հանդիպումը շատ մարդկանց կյանքում շատ բաներ փոխեց։ Այդ հանդիպումը մարդկանց կյանքում շրջադարձային փոփոխություն եղավ։ Ես ուզում եմ այսօր դու հիշես քեզ, երբ Հիսուսը քեզ հանդիպեց։ Այն ինչ խնդիրների մեջ էիր։ Մտքերի, ինչ դժվարությունների։ Երբ որ հանդիպեց քո ցուրտ տունը ջերմացավ, խավարդ հեռացավ։ Աստված նույնն է ուզում կրկնի քո կյանքում։ Աստված նույնն ուզում է կրկնի քո կյանքում։ Երբ որ դու գնաս այդ հանդիպումը, երբ որ դու գնաս այդ հանդիպումը։ Գիտես ժամանակներ կլինի, որ դու գիտես թե սոցցանցերը քեզ տալու են այդ ուրախությունը, այդ երջանկությունը։ Ես նորից եմ ասում, որ նայի քո սոցցանցերի անցկացրած ժամանակին, համեմատի քո Աստծո հետ շփվելու ժամանակին եւ գնահատի քո հոգեվոր վիճակը։ Դու կարաս միանգամից գնահատես։ Եթե դու օրը 2-ից 3 ժամ հոգեվոր սոցցանցերում ես, իմացի քո հոգեվոր վիճակը խոստում է տված, ծուխ ես դառնալու։ Այդ կրակը հանգչելու աներսից է, ասելու ես գիտես մի ժամանակ առաջ ես գալիս էի եկեղեցի, ես լցված էի լույսով, չգիտեմ խի, էլ այդ կրակը չկա իմ ներսում, էլ նենց մի ձև չեմ ուզում գնամ, էլ հավես չգիտես նենց ինչքան մարդիկ կար որ գնացին եկեղեցուց ու այսօր եկեղեցում չեն։
Որովհետև մտածում են, որ եկեղեցին պիտի կրակը ապահովի։ Ոչ, կրակը դու պիտի ապահովես։ Միգուցե դու քեզ արդարացնես, ասես իմ աշխատանքը սոցցանցերով է, ես չեմ կարող։ Այո, այն աշխատանքը, որ սոցցանցերով է, դու մի հատ դրա հետ զուգահեռական տար, այն ժամանակը, որ սխալ տարավ, որ այդ աշխատանքը սոցցանցերով չէր։ Այո, դու ինչ որ 5 րոպե ունես սոցցանցերում, ինչ որ աշխատանքի հետ կախված, բայց 25 րոպե քեզանից գողանում է եւ քեզ կտրում է քո ծածուկ սենյակից։ Այսօր լուրջ խնդիր է եկեղեցում մարդիկ նստած Աստծո խոսքի փոխարեն նրանք թերթում են իրենց ռիլերը։ Գիտես ինչքան վիրավորական է, Հիսուսը հիմա այստեղ է, իր Սուրբ Հոգով ներկա է։ Ուշադրությունդ ում վրա է, ում ես տվել քո ուշադրությունը, նա էլ լինելու է քո Աստվածը, ում ես տվել քո ժամանակը, նա դառնալու է քո Աստվածը։ Եվ գիտես սատանան ամեն ինչ կուզի անի, որ դու ունենաս պոտենցիալ, բայց գործ չանես։ Ասում ես, այս կողքից հարևանին նայում եմ, հաղթանդամ տղա է, բոյով, ուժեղ, բայց չի աշխատում։ Այն կողքի տղուն նայում ես, ինչ որ ձև ես մարդը հաշմանդամ է, բայց գիտես ինչքան գումար աշխատում։ Այո, մարդիկ կա իրենց երև, ասում աբիսողումը նենց տեսք ուներ, իրանից գեղեցիկ մարդ չկա։ Միգուցե դու պոտենցիալ ունես, որ Քրիստոսի մարմնի մեջ կարող ես անել, բայց հարցը առաջանում, անում ես։ Սպասում են, որ միջև դու պիտի անես։ Այս լիքը մարդիկ կա մեր մոտ իջևանում են։ Միջև հիմա սպասում են, որ ես այնքը պիտի գա անի։ Այս 15 տարի անցել, դեռ չի եկել։ Դու պիտի հասկանաս, եթե ունես այդ պոտենցիալը, դնես Քրիստոսի, գնես Քրիստոսի մարմնի վրա։ Ամեն։ Ու տեսնում ես ինչ էր քահանայի գործողությունը։ Քահանայի գործողությունը դա փայտ գցել կրակի վրա, որ կրակը չհանգչի։ Դա քո գործողությունն է, քո կրակը ապահովելը, քո գործողությունը, բայց դու չես կարա սոցցանցերում քո կրակը ապահովես։ Դու չես կարա լինես երկար ժամանակ։ Գիտես, արթնությունը խի եղավ ընդհանրապես սովետական միություն։ Որտեղ մարդիկ չունեին ոչ մի ժամանակ։ Ժամանակը ամբողջովին դրված էր Աստծո խոսքը ընթերցելու վրա, աղոթքների վրա, ամբողջ ժամանակը։ Չկար, լույս չկար, որ բան լինի, հեռուստացույց լինի։ Այդքան շատ ուտելիքների տեսականի չկա, որ առավոտ ցիրիկու պատրաստեն, ինչ կար ուտում ենք ու գնում առաջ։ Ու գիտես ավելի մաքուր էր ամեն ինչ։ Հարևանի տուն, հիշում եք ոնց էինք մտնում հարևանների տուն։ Ազատ։ Հիմա շատացել է սնունդը։ Պատրաստումը, դու գիտես հարևանդ ինչեր է պատրաստվում, բայց էլ չի ուզում քեզ հետ կիսվի։ Էլ չի ուզում հետդ կիսվի, ինքը ուզում է մենակ նստի ու վայելի։ Հիմա հարց առաջանում, լավ էր այն վաղտ, որ չկար, կար Աստծո հոգին, կար անարատությունը, կար մի քիչ ավելի շատ ծոմի կյանք, օրգանիզմդ մաքրվում էր։ Թե հիմա որ առատությունով կա Աստծո խոսքը ասում է, վերջի ժամանակները կլինի հացի կշտություն, անհոգ վիճակ։ Այդ անհոգության վրա գալու է կորուստը։ Եկեղեցին հիմա շատ անհոգ վիճակի մեջ է։ Կերակրված տարբեր կերակուրներով, որ նայում ես տենում ես ինչ ասես, որ չի կերել։ Հələ քեզ էլ խորհուրդ է տալի, որ ուտես։ Ասում ես մենք Աստծո մարդիկ ենք։ Աշխատի քո սոցցանցերում դու շատ զգուշ եղի։ Ժամանակա գալի, որ դու պիտի ամբողջովին գնաս Աստծո խոսքի մեջ, եթե ուզում ես դառնաս հոգևոր մարդ։ Գիտես, ես շատ նկարներ եմ անում։ Իմ հարազատները գիտեն, ես ամեն օր կարող եմ երկար վիդեոներ անեմ իմ ընտանիքի հետ ինչեր է կատարվում։ Բայց ես սոցցանցերում դրանք չեն դնում։ Ես դա նկարում եմ իմ սերունդների պատմության համար։ Ես չեմ ուզում իմ կյանքը հրապարակային եւ հանրային սարքել։ Էսի կերամ, էսի մի քիչ հետո, էսի սրանից առաջ։ Հասկանում ես, որ սատանան քեզ տվել է փառքի հոտ 300 մարդ ինձ ասեցին մալադեց։ Ու դու նայում ես այդ մարդը 60 տարեկան մարդը, որ զգում ես, որ կինը ուշադիր չի իր հանդեպ։ Կանայք լուրջ եմ ասում։ Ուշադրություն դարձրեք նրանց։ Որտեվ ինքը իր ուշադրությունները ուրիշ տեղ է լրացնում։ Կինը փորձում այդ ուշադրությունը ինտերնետից վերցնել, որտեվ ամուսինները ուշադիր չեն։ Ուզում են մի ձև ցույց տա, որ ինքն էլ կա։ Ու սա վտանգավոր է, ժողովուրդ։ Ես կուզեմ ուղղակի դու քո սրտում որոշես մեծ քանակի Աստծո խոսք կարդաս։ Մեծ քանակի Աստծո խոսքը փոխելու է քո կյանքը։ Մեծ քանակի Աստծո խոսքը դու ֆաստ ֆուդներով ողջ չես մնալու։ Եկեղեցին, այո, քեզ կօգնի
որ կրակը չմարի, բայց կվառվես, թե չես վառվի, դա քեզանից է կախված, քո դրված ժամանակից է կախված։ Ու գիտես ինչ ասում Ղևտացի 6-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Եվ սեղանի վրագի կրակը եւ նրա միջի վառված պիտի լինի եւ պիտի չհանգչի։ Եվ քահանան ամեն առավոտ նրա վրա փայտ այրե եւ ողջակեզ եւ նրա վրա շատ շարե եւ արյունը եւ նրա վրա խաղության զոհերը ճարպը։ Կրակը սեղանի վրայից միշտ պիտի վառված լինի, պիտի չհանգչի։ Հիմա կարող ես ասել, իմ ներսի կրակը ինձանից է կախված։ Կվառվի, թե չէ։ Քեզանից է կախված քո ներսի կրակը։ Նույն եկեղեցու մեջ տեսնում ես մարդ, որ կրակոտ Աստծո համար վազող։ Նույն եկեղեցու մեջ տեսնում ես մարդ, որ ինքը պահանջատի է տերա, որ այդ կրակը իր ներսում պիտի լինի։ Քեզանից է կախված քո ներսի կրակը։ Նայեք քո աստվածաշնչյան ընթերցանողությանը, այդ քանակին։ Չգիտեմ, ես այս վերջերս սկսել եմ շատ խոսել աստվածաշունչ ընթերցելու եւ սոցցանցերում վերահսկողություն բերելու, որովհետեւ ով որ դարձավ քո ժամանակի տերը, նա դառնալու է քո թագավորը։ Երբ որ քո ժամանակը վերցրավ, նա դառնալու է քո թագավորը առանց քո գիտակցության։ Այո, պետք է սոցցանցերից ինչ որ բան իմանաս։ Այո, կիմանաս։ Գիտես, ես տարիներով լուրջ կախված եմ եղել բանից, լուրերից։ Ես ինքս հասկանում եմ քաղաքականությունից, հասկանում եմ աշխարհագրական դիրքերից, հարևան պետություններից, պետության շահերից, շահերի համընկնումից եւ շահերի բախումից։ Դա իմ մեջ եղել այդ ու տարիներով ես այդ խնդիր ունեցել եմ լուրերի։ Դու ես այսօր այդ ձև մարդ։ Լուրերի ինֆորմացիա իմանաս։ Իմացի այդ լուրերը դու իմանալու ես։ Բայց իմանալու ես այն պահին, երբ որ իրենք հանգացել են։ Գիտես, լուրը հենց ամենասկզբից բերվում է պանիկա։ Բայց լուրը 3 օր հետո սովորական լուրը։ Դու մի եղիր մարդ, որ ամենտեղ այդ պանիկան վերցնես, դա ազդելու է քո առողջությանը, քո ճնշման տատանման, դու նամանավանդ, եթե դու տարեց ես, առավել եւս կտրիր լուրերը, կտրիր, դու իմանալու ես անհնարը, դու իմանալու ես նրան արդեն անզոր վիճակի մեջ, բայց երբ որ ինքը պանիկա ունի, տագնապ ունի, դու այդ ժամանակ ես իմանում, ու գիտես դու կարաս լինես ոչ թե միայն իմացող, նաև փոխանցող։ Բա գիտես ինչ եղավ։ Գնաց, դենա տենց չի թողի ինքն էլ։ Բանն ասում է, սենց եղավ։ Գնաց, ու այդ պանիկան զգում ես մի կարճ ժամանակ հետո ամբողջ եկեղեցում մարդիկ բռնված են վախում։ Որովհետև մի սխալ լուր է մտելու։ Դու եղի մարդ, որ չթողես այդ լուրերը մտնի, ուրիշ լուր տուր։ Եսայի 33:3 կանչիր ինձ եւ ես քեզ լսեմ։ Զանգի ասա, լսի, քո համար ես ձև լուր ունեմ։ Աստված իր խոսքի մեջ հաստատում է։ Կանչիր ինձ եւ ես քեզ կլսեմ։ Երբ կլսի Աստված, դե Աստված գիտի ես ինչ եմ մտածում։ Պատկերացրու, Աստված գիտի ինչ ես մտածում, բայց Աստված չի պատասխանում քո բոլոր մտածածները։ Աստված ուզում է դու կանչես եւ ինքն էլ պատասխանի քո կանչածին։ Ամեն։ Դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ կրակը իմ ներսում, փայտը, որ պիտի դրվի զոհասեղանին, դա ինձնից է կախված։ Ինձանից։ Չգցենք հարևանի վրա։ Ո՞վ է օրինակ փայտ վառում ձմեռը, չէ՞ կան, չէ՞, մարդիկ որ փայտ են վառում, մենք էլ փայտ ենք վառում։ Դու առավոտը հելնում ես, հարևանին մեղադրում, որ ձեր վառարանը վառված չի։ Գնաս ասես, չես ամաչում։ Բա հելել է ժամը 10։ Խի չես գալի մեր վառարանը վառելու։ Չկա, չէ՞ սենց բան։ Բա խի հոգևորում մենք ուզում ենք, որ հարևանը գա մեր վառարանը վառի։ Մենք չանենք։ Գնա աղոթի բեր դուր։ Ես ինչքան են հոգևոր մարդիկ, ոնց որ ծարավ ունենան մարգարեական պարգև մարդու հետ, որ գան ինչ, ստացի տուր։ Աստված ուզում է քեզ քո սենյակի մեջ բաներ ասի, որ ոչ մեկին չի ասի։ Մենակ քեզ կասի։ Դու գնա այս սենյակ։ Մի մեղադրի հարևանին, որ քո վառարանը վառ չի։ Գնա։ Կտրտի այդ փայտը։ Պրոցես է, չէ՞։ Պետք է երրորդ հարկ բարձրացնես այդ փայտը։ Էս չի։
Դժվարություն է, բայց պիտի տանես։ Այն կրակը, որ կար քո ներսում, չի պիտի մարի, պիտի այն կրակը, որ կա քո ներսում, բազմապատկվի եւ սկսի կողքիներին վառել։ Դա քեզանից է կախված։ Մի գցի ուրիշի վրա։ Ուզում ես այս եկեղեցին կրակոտ եկեղեցի լինի։ Նայ քո ներսի կրակին։ Դու ես պատասխանատու այդ կրակի համար։ Դու ես պատասխանատու այդ կրակը բորբոքելու համար։ Դու ես պատասխանատու այդ կրակը վառելու համար։ Մի հատ նայ քո հոգևոր կյանքի։ Գիտես ստեղից որ գնացիր, սկզբից ցանկություն ա լինելու որ Աստծո խոսքը կարդաս։ Բայց սկսվելու է նույն հինը։ Մի հատ չտենանք բանը գնաց տենանք իր ծնունդը մի հատ բան անենք։ Ուտենալու ես որ այդ գնաց է, արդեն գնացել է, երրորդ ժամն է գնում։ Դու պետք է կարողանաս զսպվածություն ունենաս ինտերնետի մեջ։ Ես ձեզ խորհուրդ կտամ, ամբողջովին ծոմ վերցրեք։ Մի ամիս քեզ վարժեցրու, նորից սկսի կառավարել։ Բայց պիտի նախ եւ առաջ քո անձը վարժեցնես։ Ես մի հատ հարևան ունեմ, ինչքան հիշում եմ երևի 10 քանի տարի է, ինքը ծխել է թարգում։ Ու ամեն անգամ գիտես ինչ ասում։ Վերջի պաշկենա։ Դες մարդիկ շատ կա, չէ՞։ Այս վերջինն է։ Լսի դու պիտի ընդհատես։ Հիմա եթե դու ուզում ես քո անձը վարժեցնես սոցցանցերում, դու պիտի ընդհատես նախ եւ առաջ։ Դու չես կարա, չէ՞, տրանսպորտը գնալիս իջնես։ Պիտի կանգառ լինի, չէ՞, որ այդ կանգառից այդ մարդը իջնի։ Հիմա դու պիտի մի հատ կանգառ առնես, այդ մարդը իջնի, որ դու գնաս նորից։ Հետո որ քեզ խանգարում, ինքը պիտի իջնի։ Դու պիտի կանգառ անես քո կյանքում։ Առանց կանգառի ինքը չի թռնելու։ Այդ կանգառը, ասա խնդրեմ իջեք, ես ուզում եմ առանց քեզ գնամ։ Ամեն։ Մենք հասկացանք, որ կրակը մեզանից է կախված, որ մեր ներսում լինի։ Եվ այդ կրակի պատասխանատուն մենք ինքներս ենք։ Եվ այդ կրակը քո ներսում պոտենցիալ կա։ Դու պետք է ուղղակի թողես Սուրբ Հոգի քամիները քեզ։ Ես մի բան ասեմ, եթե դուք դարձաք դատավոր, դուք այդ կրակը չեք տեսնել։ Դատավորը միշտ բանի է ման գալիս։ Իրես ինչքան բազում բաներ ա եղել, որ մենք կարողացել ենք, ասենք ոչինչ, կշտկվի։ Գիտես, իմ օգնականներից մեկը որ կա, ամբողջ իր հարազատությունը եւ իր շրջապատը միջալուց այսօր ինքն է քարոզում մեր Իջևանի կյանքի խոսքը։ Ամբողջ նրան ասում է, որ նրանից ոչ մի բան չի դառնա, որովհետեւ ինքը շատ վատ կյանքով էր ապրել։ Բայց ես տեսա ասի կդառնա է նրանից։ Ու գիտես, նենց չէ որ առաջի օրը հեշտ էր։ Ես հիշում եմ, երբ որ Իրանից իշխանություն եւ իրավունք ունեմ, որ իր հետ կախված վկայություններ պատմեմ։ Ես հիշում եմ մի օր գոռալով, ասում եմ Տերիմ Աստված, ես թողում եմ նրան, ես էլ չեմ կարողանում։ Գիտես կա, չէ՞ որ բանը խառնված թելա, գծիկ։ Տալիս են ասում են գթիկ բան արա։ Գիտես շատ խառնված էր, ոնց ուզում էր ծայրը գտնես, հավաքում էր, նորից տեսնում էր, չի ստացվում այդ հավաքելու process-ը։ Ու երբ որ ես հասկացա, որ արդեն չի ստացվում, ես գոռալով ասում եմ Տերիմ Աստված, ես թողում եմ նրան։ Բոլորը ասել են նրանից չի ստացվի։ Ու ինձ անդադար ինֆորմացիա էր գալի, նրանից չի ստացվի, նրանից չի ստացվի։ Ասում էր թող։ Ու գիտես նրանից ստացվեց։ Գիտես, այո, եթե դու դարձար դատավոր, չես կարողանալու այդ մարդուն բարձրացնես, տեսնես։ Միգուցե այո, մարդը գլորվել է, միգուցե ինչ որ խնդիրներ ունի, միգուցե ինչ որ խնդիրների մեջ է արկան, որ դու գիտես, քո սրտի դրդապատճառը որպես նրա քույր եւ եղբայր ինչն է։ Նրա քույր եւ եղբայր ինչն է քո սրտի դրդապատճառը։ Որ կանգնես պայքարես, թե որ զանգես ասես, բա գիտես։ Չգիտեմ, խի ես խոսքը շուշուտ է գալի, ոնց որ զանգես ու մեկին մի բան ասես, մի արա այդ։ Մի արա, եղիր մարդ, որ կլինես ոչ թե բան, վառող, այլ հրշեջ, հանգցնես կրակ։ Շտկես այդ մարդուն։ Մի թող կրակը քեզ անցկացնի, սխալ կրակը դու մի թող քեզ անցնի եւ մնացածին վառի։ Ամեն։ Մենք տեսնում ենք, որ այո, փայտը դնելու process-ը մեզանից է կախված։ Ես ուզում եմ խոսեմ մի քանի հանդիպման մասին, որ տեղի ունեցավ Աստվածաշնչում Նոր Կտակարանում։ Ես այդ հանդիպումներից մեկը տեղի ունեցավ այս մարդու հետ։ Հովհաննեսի ավետարան 5-րդ գլուխ 2-րդ խոսքից։ Եվ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայեցիները Բեթեսդային կոչում։ Եվ 5 սրահ ուներ, նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում։
Որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս եւ այն ավազանը եւ ջուրը շարժում էր։ Եվ ջրերը շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկում էր եւ հիվանդությունն էլ որ ունենար։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդության մեջ։ Եվ երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ, գթած, գիտած թե արդեն շատ ժամանակ է որ նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, երբ որ ջուրը շարժվի, ինձ ավազանի մեջ գցի։ Եվ միջև որ գալիս եմ, ուրիշները ինձնից առաջ իջնում են մեջը»։ Հիսուսն էլ ասեց. «Վեր կաց, մահի չտար, ման եկ»։ Գիտես, այս մարդը ուրիշ ճանապարհ էր ման գալիս։ Մարդ չունեմ, որ ինձ իջացնի ջրի ավազան, որտեվ ելքը միակ է ձև գիտեր։ Ես այսօր խոսելու եմ մի բանի մասին, որ այսօր մենք բոլոր դեղահաբերը գիտենք ինչին է օգուտ։ Երբ որ առողջական խնդիր, ես դեմ չեմ դեղահաբեր խմելուն, ես ինքս խմում եմ։ Բայց գիտես ամբողջովին գլուխը ցավում է, էսի ցավում է, էսի սրան, էսի նրան։ Գիտես դու բոլորը գիտես։ Դա լավ է որ գիտես, դա վատ չի։ Բայց դու պիտի հասկանաս, բա աղոթքը որտեղ մնաց։ Երբ որ մեկը քեզ զանգում ասում ես ինչ խնդիրը ունեմ, դու ասում ես արի աղոթենք։ Թե մի անգամից ասում ես մարդ չկա, մի անգամից ուրիշ ճանապարհ ես ասում։ Գրես Քրիստոսը կանգնած էր նրա առաջ, կյանքը, հարությունը, եւ նա դեռ մարդ էր ման գալիս։ Միջոց էր ման գալիս, որ իրեն տանի։ Ես ուզում եմ հասկանամ այս մարդը շատ Ես մտածում եմ, sense դատողություն եմ անում, միգուցե իմ անձնականն է, միգուցե ինչ որ բան չլինի, շատ խիստ չլինի։ Ոնց կլինի մարդը ընկեր չունենա։ Այդ մարդը 38 տարի ոչ մեկը չգթաց նրան, որ կողը կայնի, մի տարի նստի հետ։ Ինքը չար մարդ էր։ Որտեվ Աստծո խոսքը երբ որ տեսնում ես, Հիսուսը նրան ինչ ասում, գնա էլ մեղք չգործես։ Ինքը չար մարդ էր։ Որտեվ մեղքի մեջ էր եղել, մեղք էր գործել։ Դու ոնց ես պատկերացնում 38 տարի մեկ մարդուն մեկ մարդ չլներ։ Գիտես միգուցե ասես 38 տարի է գալիս է եկեղեցի նույնն է չի փոխվում։ Խաչ քաշես ասես նրան անհնար է այն ժամանակ, երբ որ մարդ չունի ջրերի մեջ գցելու։ Բայց եթե մտնի իր ծածուկ սենյակը, ունենա հանդիպում Քրիստոսի հետ։ Գիտես այդ հանդիպումը 38 տարվա կյանքը կենթանացրեց։ Այդ ֆիզիկապես պատկերացնում ես 38 տարի պարկած լինես միտեղ։ Չգիտեմ իմ համար այդ մարդու տեղը ես պարում եմ, ցնծում եմ, որ գիտես 38 տարի էր պարկած էր։ Այն կինը, որ տերատուշության մեջ էր 12 տարի։ Հանդիպումը Հիսուսի հետ, մարդկանց կյանքերը փոխում էր։ Հանդիպումը Հիսուսի հետ քո կյանքը փոխելու է։ Նայենք Զաքեոսին, ցածրահասակ, ուզում էր Հիսուսին տեսնի, ցանկություն ուներ Հիսուսի հետ հանդիպի։ Երբ որ պատկերացնում ես Զաքեոսը ու իմ նման տղեկ sense դեմը փակել են, ուզում էր հետևից տեսնի։ Չէր ստացվում։ Փորձեց, չստացվեց։ Բարձրացավ Ժանդաթզենին։ Գիտես, խոսում են նրա մասին, որ Ժանդաթզենու վրա մեծ փշեր կար։ Ինքը չնայեց իր հագուստներին։ Ինքը չնայեց իր հագուստները, որտեղ ինքը լավ հագուստներ ուներ, որտեղ ինքը լավ գումար ուներ։ Նա չնայեց իր այդ թերություններին, այդ ցածրահասակ վիճակին, բարձրացավ եւ մեկ հայացք Հիսուսի հետ։ Մեկ հայացք փոխեց նրա կյանքը։ Այսօր այդ Քրիստոսի հայացքը, որ քեզ նայի, կարա քո կյանքը փոխի։ Ուղղակի դու փնտրի այդ հանդիպումը։ Դու ուղղակի փնտրի այդ հանդիպումը։ Այդ հանդիպումը քո կյանքը կվերականգնի։ Այդ հանդիպումը քեզ կբերի, որ դու արդեն չես լինի դատավոր, կլինես ողորմած։ Այդ հանդիպումը քեզ կտանի ծառայության։ Այդ հանդիպումը քեզ կտանի ուրախությունով, սիրով ծառայության, ոչ թե ստիպված։ Այդ հանդիպումը քո ներսը սեր կդնի քո ծնողին սիրելու։ Այդ հանդիպումը քո ներսը սեր կդնի ներելու։ Այդ հանդիպումը այն ցավերը, որ ունես տարիներով ներելու, որտեղ Տիրոջ խոսքը ասում է, եթե դու չես ներում, քեզ էլ չի ներվում։ Որտեղ Հակոբոսի գրքում ասում է, դեռ տակավին չար բաներ կա, որ դուք խնդրում եք ու չեք առնում։ Այսքան տարի աղոթում եմ, չի լինում։ Ասում է, որովհետև չեք կարողանում ներել։ Այն մարդը, ով կարողանում է ներել, Աստված նրա աղոթները պատասխանում է։
Աստված նրա աղոթքները պատասխանում է, եթե դու վերցրիր արդարության ցուցանակ, ասիր ես արդար եմ, չեղար ողորմած, աղոթքներդ չի պատասխանվել։ Բայց գիտես, հանդիպումը մի շնացող կնոջ կյանքում, որ հանդիպում ունեցավ Հիսուսի հետ։ Բոլորը նրանցում անառակ էր, վատն էր։ Գիտես, այս շնացող կինը միջև վերջ չթողեց Հիսուսին, աշակերտները թողեցին, բայց նա չթողեց Հիսուսին։ Այդ շնացող կինին բոլորը պարզներ են քարերը շպրտելու որ սպան։ Այդ հանդիպումը նրա կյանքը փոխեց։ Այդ հանդիպումը այսօր քո կյանքն էլ կփոխի։ Այդ հանդիպումը Քրիստոսի հետ։ Բերես ամիս հրճակի հանդիպման ամիս ու ճուշանաս այդ հանդիպումից։ Ամեն ինչ կանես, գնաս այդ հանդիպման, գնաս այդ հանդիպման։ Այստեղ մարդիկ կան ինքնադատապարտության մեջ, որ խի չի լինում, չունես հանդիպում։ Հանդիպում որ եղավ, շատ բաներ է փոխվել քո կյանքում։ Աստված քեզ շատ բաներ ասելու։ Ես հանդիպում, որ փոխեց մարդկանց կյանքը շրջադարձային։ Դա ես էի, որ հանդիպեցի Հիսուսին։ Իմ կյանքը շրջադարձային փոխվեց։ Դա դու ես, որ հանդիպել ես Հիսուսին։ Եթե գիտես, որ դու հանդիպել ես Հիսուսին, քո կյանքը շրջադարձային փոխվել է, անդադար հանդիպում ունեցի։ Վատ բան քեզ չի սովորացնելու։ Քեզ զգուշացնելու է, որ դեմդ sense խնդիրներ կա։ Քեզ պատրաստելու է, որ կրակների միջով անցնես։ Գիտես, իմ ծնողները, որ դեռ ես չէի հասկանում, որ ծնողներս պիտի ննջեին 6 ամսվա մեջ իմ ծնողները երկուսն էլ երկիք են գնացել, Փառք Հիսուսին դրա համար։ Բայց գիտես, այնքան հետաքրքիր որ Աստված ինձ պատրաստում էր։ Ու ես անդադար խոսում եմ, որ սա սատանան մտքեր է տալիս։ Բայց Աստված ինձ պատրաստում էր ընդունելու, որ լինելու է իմ կյանքում։ Ես տեսնում եմ երազներ, որ մեր տունը մահ կա։ Ես տեսնում եմ իրավիճակներ, որ գնում էի թաղում, Աստված ասում էր, այս բանը կարա ձեր տունը կատարվի։ Ես ասում եմ, սատանա Հիսուսյանով քանդում, բայց ես չհասկանալու, որ Աստված ինձ պատրաստում է, որ ես դրա միջով անցնեմ։ Գիտես, Աստված քեզ կպատրաստի այդ կրակների միջով անցնես, բայց դու ունես հանդիպում։ Եթե դու չունես հանդիպում, քո կյանքը լինելու է չոր, դժվար, եկեղեցու գալուց դու վազելով չես գալու։ Դու գալու ես, որ քո ավակ չասի, ուր ես։ Դու գալու ես, որ հանկարծ չասեն։ Գիտես, այդ եկեղեցում լավ աշխատում։ Եթե երկու շաբաթ չես գալի, այդ ասողները կայնած են։ Իրանք պետք չի բառերով ասեն։ Իրանք ժեստերով քեզ կաս, իրանց հայացքից դու տեսնում ես, որ դու ուր ես։ Մի եղեք այդքան տենց հանճկոտ։ Սուր ես։ Միգուցե մարդը ստացվել էր, որ իր անապատներ անցնում ամբողջ օրը ծոմի եւ աղոթքի մեջ է եղել, փորձել է Տիրոջ երեսը փնտրի։ Մի եղիր այդ դատավորի, արդար ենք մենք, ուր ես։ Ողորմած եղի, Տերը գործ անում նրա սրտերը։ Ու ողորմած եղի մի քիչ էլ քո հանդեպ։ Չափից ավել արդարությունը։ Դու գիտես, թե ամեն ինչը արդար պիտի լինի, արդար պիտի լինի։ Գիտես, չափից ավել արդար մարդիկ խանգարելու են այդ նույն տան մեջ։ Որտեւ իրանք անդադար պիտի ես իստեղ դրված եմ, ես իստեղ դրված եմ, ես իստեղ դրված եմ։ Եթե ես իստեղ չի, ես իստեղ չի, ուրեմն դու ամենտեղ կարաս խաղաղություն ես, քո ընտանիքի մեջ քո խաղաղությունը կորցնես։ Գիտես, հանդիպումներ, որ փոխեցին մարդկանց կյանքերը։ Գիտես, Հիսուսը մի օր քեզ հանդիպեց ու քո կյանքը փոխվեց։ Այդ հանդիպումները հաճախակի պատրաստիր, հաճախակի դու ես դրա նախաձեռնողը։ Քեզանից է կախված այդ հանդիպումը կկայանա թե չէ։ Աստված պատրաստ է միշտ քեզ հետ հանդիպելու։ Միշտ որ ժամին ուզում ես հել պատրաստ է։ Ու ես քեզ ասեմ, ձեռնել նվեր կա։ Ուզում եմ քեզ մի բանով էլ օրհնի։ Խոսք տա քո կյանքի համար։ Ինքը դատարկ չի գալի հանդիպման։ Միշտ իր ձեռքին ինչ որ բան կա քեզ փոխանցելու։ Այսինքն որ ասում են ակցիա կա, շահագրգռում եմ։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Գիտես, Հիսուսը լինելով Աստված, ինքը անդադար գնում էր հանդիպման։ Եթե Քրիստոսին պետք էր այդ հանդիպումը, առավել եւս քեզ է պետք այդ հանդիպումը։ Գիտես, Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ Հիսուսը գնաց Ձիթենյաց սարը, եւ առավոտյան դարձավ, եկավ տաճար, եւ բոլոր ժողովուրդը նրա մոտ էր գալիս, եւ նա նստած սովորեցնում էր նրան։ Ինչ ասում։ Եվ Հիսուսը գնաց Ձիթենյաց սարը, եւ առավոտը դարձավ։ Բազում խոսքեր կա, որ խոսում են նրանք սովորությամբ պես գնում էր սովորությամբ պես։ Գիտես, եթե մի բան ուզում ես սովորություն սարքես, ես Զորամասում մի հատ հրամանատար ունեի, ու ինքը որ շատ մեզ արդեն այդ քայլեր էր սովորացնում,
Ու գիտես ինքը մի հատ նշանաբան ուներ, ինքը դրանով էր շարժում։ Երբ որ մի գործողությունը 5000 անգամ անես, դա քո մոտ սովորություն կդառնա։ Ու 5000 անգամ մենք պետք է սենց էինք արել։ 5000 անգամ դու պետք է սենց անել, որ դա քո մոտ սովորություն դառնա։ Բայց գիտես ինչ որտեղ ինքը ճշմարտություն էր ասում, որտեղ արդեն իմ ծառայությունից 20 քանի տարի անցել է, բայց ես հիշում եմ, որ սա անում էի։ Երբ որ զինվորական եմ տեսնում, ես ինձ զինվորականի նման եմ պահում։ Այո, երբ որ դու ուզում ես քո կյանքում սովորություն լինի, քո ծածուկ սենյակ մտնելը, քո կյանքում սովորություն, սկսի անել։ Դա դառնալու է քո համար սովորություն։ Սկզբից անսովոր է, բայց հետո սովորություն է դառնալու։ Մենք 1 տարի ունեցանք աղոթքի ասենց ժամանակ եկեղեցով ամեն առավոտ ժամը 8-ից 9 աղոթքի մեջ ենք։ Սկզբի օրերը հեշտ չէր, բայց հետո դարձավ լավ սովորություն։ Գնանք աղոթքի։ Ու երբ որ գնում ենք աղոթքի, գնում ենք հոգնած, բայց գալիս ենք զորացած։ Գնում ենք դժվարացած, բայց գալիս ենք ուրախ։ Ու երբ որ դու սկսում ես դասարկել սովորություն, դա արդեն քո կյանքի մասն է։ Գիտես, այսօր պետք է լինի սովորություն, բայց չպետք է լինի ինչ որ ավտոմատ։ Այո, սովորություն պետք է սարքել, բայց սովորություն լինելով սիրուց բխված։ Սովորություն լինելով, որ այդ հանդիպումը կարևոր է քո կյանքի համար։ Հիսուսը ինքը գնում էր հոր հետ հանդիպում։ Ու երբ որ Գեսսեմանում էր, անցնում էր հալածանքի միջոցով, ասում են աղոթք էր անում։ Եվ աշակերտները երբ որ քնեցին, ինչ ասեց։ Աղոթք արա, որ փորձության մեջ չընկնես։ Չասավ, երբ որ փորձության մեջ ընկնես, կգաս։ Երբ որ արտերդ վառեն, կվազես հարաբերությունը շտկելու։ Աղոթք արա, որ փորձության մեջ չընկնես։ Եթե այսօր սատանան վերցրել է քո ծածուկ սենյակը, քո աղոթքի կյանքը, հավատա, որ ընկնելու ես փորձության մեջ։ Ընկնելու ես փո։ Տերը հավատարիմ է, փորձության մեջ էլ կպայի, բայց երբ որ դու կտրում ես աղոթքի կյանքը, կտրում ես քո ծածուկ սենյակը, փորձությունները քեզ սպասվում են։ Ուղղակի իմացի սպասվում են։ Դրա համար ես խորհուրդ կտամ քեզ, խելացի լինես, աղոթես։ Դու այսօր ասում ես միգուցե իմ ընտանիքում բազում մարդիկ չեն փոխվում։ Իմ ամուսինը չի փոխվում։ Որովհետև քո դրդապատճառը ամուսնուն Քրիստոսին ճանաչելը չի, քո դրդապատճառը նրան եկեղեցի բերելը, բերման ենթարկելը։ Երբ որ նա ճանաչի Հիսուսին, ինքը կգա։ Բայց դու ուզում ես նրան բերման ենթարկես։ Մենք ունենք եկեղեցում այդ ծառայությունը, շտապ օգնության ծառայություն։ Տենում ես բերել են։ Մի գալկեք վառած։ Հովիվ ջան, բերել եմ, աղոթես իր համար։ Ամուսինը սա 20 տարի չէր գալի, ամուսինի խնդրի մեջ հանգել բերելա։ Դու պետք է նրան Քրիստոսին տաս, որ ինքը ճանաչեց Քրիստոսին։ Գալու է քեզ տանցնի։ Հետիները առաջիներ կլինեն։ Ու բազում անգամ տենց դեպքեր կա, որ կանայք հետ են գնացել, բայց ամուսինները հետ չեն գնացել։ Այո, հակառակ դեպքերն էլ կա, բայց իմացի դու նրան դու Քրիստոսին ճանաչեցրու Հիսուսի հետ եւ նա կգա։ Ուղղակի Տիրոջ տուն գալը Քրիստոսին ճանաչող մարդու համար դա արդեն լինելու է հաճույք եւ այլչություն։ Ամեն։ Ես կամաց ուզում եմ իմ խոսքը ավարտին հասցնեմ։ Ու գիտես, չգիտեմ այսօր դու ինչ պատկեր վերցրիր քո համար, ինչ հոգեվոր վիճակում ես դու, վառվում ես, թե մեկ ես վառվում, թե պոտենցիալ ունես վառվելու, ուղղակի Տիրոջ քամիներն ա պետք։ Եվ այս ամեն ինչի դու պիտի սովորություն պատրաստես քո համար։ Եվ ուզում եմ իմ քարոզը կամանց ավարտին հասցնելով կարդամ Մատթեոս 6-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակ եւ դուռդ փակիր, փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկտեղն է տեսնում, եւ հայտնապես կհատուցանի քեզ։ Եվ աղոթք անելիս շատախոս մի լինի, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրեն շատ խոսելու համար կլսվեն։ Ես կուզեմ այստեղ բացատրեմ ու հետո անցնեմ առաջ։ Գիտես, Աստծո խոսքի մեջին խոսում է, որ հեթանոսների շատախոսությունը, աղոթքի մեջ շատախոս մի եղի։ Բայց գիտես, հեթանոսները ինչպես էին աղոթում։ Նրանք վերցնում են 3 կետ ու իմ ասած 5-ից 6000 անգամ պիտի մի օրվա մեջ իրան կրկնեին։ Նրանց մոտ երբ որ ասում է աղոթքի մեջ շատախոս մի եղի, դա չի նշանակում, որ 1 ժամ մի աղոթի։ Հիսուսը եկավ եւ աղոթքի չափանիշը դրավ 1 ժամ, չկարողացար աղոթես։ 1 ժամ։ Դու գիտես, ասում ես Տերը գիտի իմ խնդիրները։ Ես հեթանոսների նման շատախոս չեմ լինելու։ Մի րոպե։ Հիսուս ջան,
Էս ամուսինս որ գործի ակնում, փոխիր նրան։ Ես բրծայեմ։ Շատախոս չեմ աղոթքի մեջ, աղոթեցի Տիրոջը, պահեցինք էլի աչոր ֆորմատի ֆորմալնիստը։ Ամեն ինչ պահել ենք։ Բայց գիտես ինչ ասում Տերը։ Տերն ասում այո դու պայքարի։ Մի քահանա հրաման է տալիս իր ենթականերից մեկին, որ գնա ավետարան քարոզի։ Ասում է գնա ավետարան քարոզի, մեկ-մեկ էլ կխոսաս։ Ավետարան քարոզելը դա դեռ չի նշանակում շատախոսություն։ Ավետարան քարոզելը նշանակում է, որ քո կյանքով ապրես այդ ավետարանը։ Եթե հարկ լինի, այո, խոսա ավետարանը, բայց եթե հարկ չկա, քո կյանքով ապացուցի ով է Հիսուսը քո համար։ Ու գիտես, երբ որ խոսքը խոսում է շատախոսության մասին ու աղոթքի, մենք շատ ժամանակ պահկվում ենք այդտեղ, որ մենք չպիտի 1 ժամ աղոթենք։ Սկսի 1 ժամ աղոթել ու աղոթի 1 ժամ։ Ես մի անգամ Աստծուն մարտահրավեր էին դել։ Ասի ես մտածում եմ, որ 1 ժամ դա կարևոր չի։ Ու Սուրբ Հոգուց առաջնորդություն ունեցա 1 ժամ պահել։ Աղոթքիս ամենասկզբում նենց Սուրբ Հոգու թափվեց, նենց ամբողջովին վերապրում ունեցա, նենց այնքան ուշադրի, որ ես հասկացա, որ սրանից ուժեղ էլ չի կարա լինի։ Ինքը եղավ բրծավ, հերիքա փակեմ, բայց որ մարտահրավեր ունեին, հետաց ասի ես մի ժամը պետք է պահեմ։ Ու նայում եմ 59 րոպե, ոչ մի բան չկա։ Ոչ մի բանը վերանից մնաց։ Ու Աստված թափվեց 59 րոպեին։ Ու չեմ հիշում արդեն քանի ժամ տևեց։ Ու չեմ հիշում, ժամը արդեն էլ կարևոր չէր, հետաքրքիր չէր։ Գիտես, ժամանակ կա, մենք աղոթքի մեջ ենք անդադար ժամին նայելու։ Դու պատկերացնում ես մեկի հետ հանդիպման ես գնացել, կամ մեկը եկել է ձեր տուն հանդիպման ու դու անդադար ժամին ես նայում։ Այն մարդը, որ քեզ հետ հանդիպում, այն մարդը կամաց ուզում է վեշերը վերցնել ու գնասի, չէ։ Իր համար ձանձրալի է ինձ հետ շփվել։ Այո, մտի աղոթքի մեջ։ Պահի Քրիստոսի ասած 1 ժամը։ Եվ ունեցի ճեղքում ավելին։ Բայց սկսի քո անձը մարզել։ Այստեղ կան սպորտսմեններ, կամ սպորտսմեններ, որ ժամանակին են սպորտով զբաղվել։ Որ պատկերած մտել է իր բան, սպորտզալ, 5 րոպե պարապեի ու գնա։ Այդ ինչ էր այդ 5 րոպե չէր, մի ժամ էր, 2 ժամ էր, դու տքնաջան պարապում էի։ Նույն էլ աղոթքը։ Դու մի խապկանքի մեջ մի ինգի քո 5 րոպեանոց աղոթքով։ Չգիտեմ, ես իմ խոսքի մեջ չկար, բայց ես ասում եմ, կան մարդիկ, որ այսօր իրանք պահկվում են այս խոսքի տակ։ Դրանք այն մարդիկ են, որ հիմք են վերցնում, որ հեթանոսների նման մի եղիր շատախոս։ Դու պատկերացրու 3 բառ վերցնես։ Հիսուս ջան, iPhone 18 եմ ուզում, Հիսուս ջան, 5000 անգամ ասես, 5000։ Հիսուս ջան, ուզում եմ, Հիսուս ջան։ Այդ ձև մի եղի, այդ ձև մի եղի։ Հոգսը տվել ես բրծի, բայց աղոթքի մեջ խորանալու տեղ միշտ էլ կա։ Ամեն։ Ես կխտնեմ ինչ որ մեկը նվակի, եկեք կանգնենք ոտքի։ Եվ չգիտեմ այսօրվա քարոզից ինչ վերցրիր, եւ ինչ կտանես, եւ ինչ կգործածես, բայց իմացի որ Տերը քեզ սպասում է հանդիպման։ Քեզ մարտահրավեր անետել, ասել ալի հանդիպման։ Եվ ասել է ես քեզ որբ չեմ թողի, քեզ հետ կլինեմ։ Քեզ հետ կլինեմ։ Ու գիտես Աստված ուզում է որ քո աղոթքի կյանքի մեջ դու բերես ճեղքում։ Երբ որ դու ունեցա ծածուկ աղոթքի մեջ ճեղքում ունեցա, եւ Աստծո խոսքը ասում է հայտնապես կառնես։ Ինչի համար կառնես ծածուկ աղոթքի պատճառով դու հայտնապես ունենալու ես։ Հայտնապեսը դա բոլորին է վերաբերվում, որ բոլորը տեսնելու են։ Այսօր միգուցե տեսնես մարդ, որ ինչ որ բան օրհնվում է, եւ ֆիզիկապես, եւ հոգեվոր, եւ դու ասում ես, ես մարդու կյանքում լինում է, բայց դու չգիտես նրա աղոթքի կյանքը, միգուցե նա ծածուկ սենյակում բազում ժամեր անցակացնում Տիրոջը խնդրելու եւ հայտնապես էլ դու տեսնում ես։ Ես այսօր ուզում եմ քո ախորժակը բացվի դեպի ծածուկ սենյակը։ Քո միտքը բացվի դեպի ծածուկ սենյակը, ու դու պիտի գիտակցես, որ դա քեզանից է կախված։ Դու ես այդ մարդը, որ պիտի կրակը չմարես։ Եվ եթե մարել է քո կրակը, պոտենցիալ կա, վառի նրան։ Եվ եթե վառում է մեկ-մեկ, պոտենցիալ կա, փայտ ավելացրու։ Ամեն։